Ողջույն սիրելիներս, ինչպես եք, ես լավ եմ, շնորհակալություն, այսօր կրկին ես վերադարձել եմ, որպեսզի միասին վիդեո նկարենք, միասին խնամենք իմ մաշկը, ճիշտ է ես ասել էի, որ եւս մեյքափի վիդեո եմ անելու, բայց քանի որ հիմա գիշերվա ժամը 11-ն է, ես որոշեցի, որ մենք կարող ենք խնամքի վիդեո անել եւ հաջորդ մեյքափի վիդեո կլինի մի քիչ ուշ, բայց ամեն դեպքում կլինի, հենց որ չմտածեք հանկարծ, թե չեմ անելու եւ մոռացել եմ, ես չեմ մոռացել։ Հաջորդը ուզում եմ ասել, որ իմ նախորդ վիդեոն, եթե դուք տեսել եք, այնտեղ ես ու Ձիանն ենք, մենք սենց ջրիկացած վիճակում, հուսամ ձեզ դա դուր է եկել, այդպիսի վիդեոներ շատ հաճախակի կլինեն ու միայն այստեղ կլինեն, այսինքն TikTok-ում, Instagram-ում չեք տեսնի նման վիդեոներ, իսկ եթե ուզում եք ավելի ինֆորմացված լինել իմ մասին, պետք է գնաք իմ Instagram ու TikTok։ Instagram-ում ես ավելի ակտիվ եմ, ավելի շատ եմ վիդեոներ անում, նկարներ, в общем, ավելի ուրիշ տիպի սենց աուրա է այնտեղ, իսկ TikTok-ում ավելի սենց դերասանական acting-ներ կարող եք տեսնել, այդպիսի բաներ, այս տամոս արդեն ներվես ազդում է։ Դե ինչ, սկսում ենք մեր այսօրվա վիդեոն, անջալից ես իմ ամենասիրելի ժամոնը, երբ որ ես տանը հագնում եմ, ավելի շուտ երբ որ ես տանն եմ լինում, ես սրանով եմ լինում, որտեղ շուտ հանգիստ, հովես, չգիտեմ, ու որոշեցի այսօր հենց սրանով ձեզ համար վիդեո նկարեմ, հուսամ դեմ չեք, իսկ եթե դեմ եք, կներեք, հաջորդ անգամ չի կրկնվի։ Քանի որ այս պահի դրությամբ ես իմ ձեռքի տակ շատ սենց ինչ-որ պարագաներ չունեմ, դեմքս խնամելու համար, անելու ենք նրանով, ինչ-որ ունեմ, հերթոբոլորություն եմ տալիս, հետո սկսում ենք մեր աշխատանքը։ Օրինակ, սա երեկոյան կրեմ է դեմքի համար, ASMR կանենց է, բայց սա ամենավերջում ենք անելու, այստեղ աչքերի թարթիշների բալզամ, հաջորդը, ուրեմն հաջորդը ձեռքերի կրեմ, սա ենք վերջում անելու, հաջորդը սիրելիներս, այստեղ ունենք աչքերի տակը կսելու, ոչմ դուք ես հասկացել, ուրեմն ունենք այսպիսի մի, ուզում ասեի հարմարանք, բայց սա հարմարանք չէ, սա կրեմ է, որը ես մեկ նույնիսկ ամբողջ դեմքս եմ գցում, բայց ինքը այստեղ գրված է աչքերի շուրջ քսելու համար, այդ ես եմ հորնում եւ մաշկի քսուկ, նո այսինքն դեմքին էլ կարող ես գցել, в общем, ինքը շատ sense փոփ կոծնող, թաց էֆեկտ տալող տվող, եկեք մոռանում եմ հայերենը, կներեք, в общем, այդպիսի մի բան է, ուտում ենք առաջ, հաջորդը, այսինքն, չես դրա հետ կապ չունի ընդհանրապես, հաջորդը, այս սա է, голубая, очищающая маска для лица на васильковой воде. Կներեք, ես ակցենտ ունեմ, չգիտեմ ինչի, ընճու համար. Зачем у меня есть акцент на русском, если это не так сложно? Не понимаю я, дети мои, ну, в общем, вы меня понимаете, я знаю, что, в общем, дальше. Սանք ցելում, այսա, ինք շատ լավն է իմջելուց, ճիշտ է կորեական սկրաբին չի հասնի, բայց ամեն դեպքում կուտվի, սա աչքերի այս հատվածներում դնելու համար է նախատեսված, Մեկի հոտը մի քիչ լավն է անցածը, որ առել էի, բայց լավն է,
Ոչմ, եւ այստեղ ինչ ունենք, եւ այստեղ ունենք scrub, ինքը քթի համար, այսինքն, քանի որ այս հատվածներում սև կետիկներն հավաքվում, աղջիկները կհասկանան, ինչու՞ չէ որոշ տղաներ էլ, բայց ամեն դեպքում որոշեցի ասել։ Սա ինքը մի քիչ մեծ կետիկներով scrub-ա, դրա համար իրեն օգտագործում եմ մենակ քթի հատվածում, դա օգնում է, որպեսզի սև կետիկները այդքան շատ չլինեն եւ ինչու՞ չէ նաեւ չլինեն։ Ինչ ունեմ այստեղ։ Ոչ մի բան այլևս չունեմ, այս ամեն ինչով ենք անելու։ Ինչպես դուք տեսնում եք իմ դեմքից, ես հիմա բացատրեմ։ Իմ դեմքը այդքան շատ վատ վիճակում չի, քանի որ ես զագարից հետո, ովքեր չգիտեն, ես եղել եմ Կուբայում, ես վիդեո չեմ արել ինչ-ինչ պատճառներով, կներեք, բայց այդ վիդեոն շատ բոմբ կարող լիներ, ես ափսոսում եմ, որ չեմ արել վիդեո, բայց ամեն դեպքում sorry for that եւ մի քիչ իմ դեմքի որակը լավացել է ու ես այստեղ այդքան շատ մեյքափ չեմ անում, բայց ամեն դեպքում որոշ բաներ իմ դեմքի վրա կան եւ ամեն դեպքում ես գտնում եմ, որ խնամքը միշտ պարտադիր է ու մեզ չէ՞ մտածեք, գիտեք ինչ, ես ոչ մի խնդիր չունեմ իմ դեմքի հետ կապված, իմ դեմքը մաքուր է, ինձ պետք չի խնամ, ինձ պետք չեն դիմակներ եւ այլն, ոչ, դա բոլորին են պետք, ժամանակ առ ժամանակ հարկավոր է խնամել դեմքը ու ընդհանրապես պետք է խնամել ինքդ քեզ։ Ոչմ, գնացինք։ Սկզբի համար ես սրանով մաքրում եմ մի հատ դեմքս, ճիշտ է ինքը մեյքափ մաքրելու համար է, բայց կապ չունի, ես մի հատ սրանով պարտադիր մաքրում եմ եւ պարտադիր սրանով մաքրում եմ։ Էտա, դե հիմա էտա, ուրիշ բան չունենք, էսա, այսպես շոտ հանգիստ, մաքրում ենք դեմքը, եկեք ես եմ արով խոսամ, եկեք բայդակ հետո, հայերեն, ռուսերեն, անգլերենով խոսամ, որ տենանք ինչո թորնում, but anyway, I decided to do that. Что я знаю, что у меня что-то нехорошо. У меня в голове что-то случилось, но не знаю что. Но я это знаю. Главное, чтобы я это знаю. И вы. Առհասարակ կապ չունի ինչ եք անում, կապ չունի դա մեյքափ է, կապ չունի դա խնամք է, պետքա դեմքի հետ վարվել շատ նուրբ, որովհետև ինքը շատ նուրբ է, այսինքն էդի գիտես ոնց, էդի քո ձեռքը չի, որ ջիգրեմ ճմթես ինքը կարմրի հետո անցնի, դա դեմք է, դեմքի հետ պետք է լինել նուրբ, փափուկ, քնքուշ, այսքան պետք չէ, թեկուզ, չգիտեմ, կրեմը գցես, սունց բոներ անես, ասես դե լավ դե կրեմ եմ գցել, ամեն ինչը կանցնի կգնա, չէ, ժողովուրդ ջան, նուրբ, թեթև, հանգիստ, եւ հետո կարող եք ունենալ շուտ գեղեցիկ մաշկ, ինչ առաջինը օգտագործում ենք սկրաբը վերցնում ենք, բացում ենք, այսենց ենք անում, գցում ենք թին, իրականում այսենց վիդեոյով չի երևում, թե ինչքան սև կետիկներ եւ այլն կա, բայց իմ քթի վրա այդքան շատ չեն, նախ որովհետև նորից եմ կրկնում իմ մեյքափի, իմ վառվելու հետևանքով, զագարի հետևանքով իմ դեմքը լավ սենց վառվել էր, ոնց որ դրա համար մի քիչ ավելի քիչ է, հետո ես հաճախակի եմ խնամում իմ մաշկը ու շատ մեյքափ չեմ անում,
նու հազվագյուտ, երբ որ հավես եմ ունենում, երբ որ ժամանակ եմ ունենում եւ այլն, բայց այդ ստեղ, երբ որ ես Հայաստանում եմ, ես ամեն օր համարյա մեյքափ էի անում, ու այդքան էլ լավ չէր իմ դեմքի վիճակը, չնայած որ ես ամեն օր իրեն խնամում էի, բայց ամեն դեպքում ժողովուրդ ջան, միշտ հետևեք ձեր դեմքին եւ մի մտածեք, որ եթե ձեր դեմքի հետ ամեն ինչ լավ է, հաջորդ պահին կարող է նայից լավ լինի, կարող է լավ չլինի։ Շում ժողովուրդ ջան, սա թողնում ենք 1-2 րոպե, հետո մաքրում ենք, չի վառում, բայց կան սկրաբներ, որոնք դեմքին գցում ես, իրանք սկսում են վառել, ու էդի ոչ թե ձեր մաշկից է, այսինքն ինքը վնասում է ձեր մաշկը, այլ այդ մեջի կետիկները սև կարող է լինեն, կարող է չերևացող լինեն, բայց իրանք կետիկներ լինեն, իրանք ձեր մաշկը ավելի բարելավում են, օգնում են ձեր մաշկին ավելի լավը դառնալ, վերցնում են այն վատ էներգիայի ուզում ասեի, անկեղծ եմ ասում, վերցնում են այդ վատ միկրոբները, ոբշում այդ ամեն ինչը սև կետիկները եւ այլն, եւ ձեր մաշկը դարձնում են ավելի լավը։ Այսպես։ Շատ հանգիստ, շատ թեթև, այդպիսի բաներ, ահա, վերջ, այսպիսի մի բան, հիմա իմ քիթիկը ավելի փափուկ է, քան թե մինչև այս սկրաբը, Եվ ավելի հաճելի, հիմա սիրելիներս, հիմա վերցնում ենք այս ծամ և քսում ենք մեր դեմքին, ուրեմն բացում ենք, ինչպես միշտ առանց բացել չի լինի, դա կարևոր պայմաններից մեկն է, այսինչ, վայ, այսինչ, ինքը, այսինչ շատ պետք չի էլի, ոშմ, Դուք հասկացաք ես ինչի հետ եմ, այսքան մի բան, ու սենց թողում եք, ուրեմն ցույց եմ տալիս հիմա, ինչ պետք է անեք, ասենք սա ոչ մեկ չգիտեր էլի, ես եմ ասում, թե ինչ պետք է անեք հիմա, սա շատ հեշտ է ժողովուրդ ջան, սենց պետք է անեք, ընդամենը, Վեր ժողովուրդ ջան, ուրեմն սա էլ թողնում ենք մի 3-4 րոպե, մաքսիմում 5, հետո մաքրում ենք ու ջրով ենք մաքրում, որովհետև բամբակով չի ստացվում, չգիտեմ ինչի։ Ես գիտեմ, որ շատ վատ եմ խոսում, ես գիտեմ, որ պահի տակ շատ եմ ջրի կանում, շատ եմ անկապ բաներ ասում, բայց խնդրում եմ դա ընդունեք որպես իմ անկեղծ դեբիլություն, այո, Ես դա անում եմ ոչ թե նրա համար, որովհետև ուզում եմ, որովհետև անկեղծ ստացվում է։ Իսկ ես ինչու չեմ դա մոնտաժ անում եւ կտրում այս հատվածները, որպեսզի դուք իմանաք, որ ես չգիտեմ, ոնց շատ խելոք ինչ որ մեկը չեմ։ Ես էլ ունեմ դեբիլություն, ես էլ ունեմ բաներ, որոնք միգուցե եւ այդքան էլ գեղեցիկ չեն, բայց անկեղծ են։ Չէ՞ որ դրանք անկեղծ են։ Այո, հարգելիներս, այո, okay, ուրեմն ինքը մնաց այսքան, այսքանը որն է, ասենք, մի 5-6 րոպե, մի քիչ ավել մնաց, ու այս վիճակին է, հիմա ես իրեն չեմ կարող մաքրեմ բամբակով, ես ասել էի չնայած, որ չեմ կարող մաքրեմ բամբակով, բայց ամեն դեպքում, հիմա պետք է լվանանք դեմքը, հիմա ես լվանամ դեմքը և ժողովուրդ ջան այսքանը, իմ մաշկը մի քիչ շատ նուրբ է, դեմքի մաշկը, դրա համար մի քիչ զգուշ չես վարվում, իր այդ ինքը կարմրում է, բայց ոչինչ դա կանցնի, հիմա ավելի փափուկ, ավելի սլացիկ և գեղեցիկ մաշկ ունեմ ես, այստեղ մի քանի բաներ կա, որ ասել եմ, դրանք շուտով կանցնեն և ամեն ինչ կլինի շատ ավելի լավ, հուսամ վիդեոյով լավ երևում է, թե ինչպիսի մաշկ ունեմ ես, հիմա մենք օգտագործելու ենք այս ոչի սրան ինչ է, Гидрогелевые пачки. Патчи. В общем, հասկացաք։
Ուրեմն, սա գթոլիկը չգիտեմ ուր է, ինքը խի այս վիճակում, բայց ամեն դեպքում, ուրեմն, այս է թեկանում, սա մեկ, սա երկու, Սա շատ երկար չէ, մաքսիմում տենց 2 րոպե ենք թողնում և հետո հանում ենք այդքան մի բան, որ ես թարս էի դրել ուղեցի, ճիշտ է այսպես կդնեք ժողովուրդ ջան, նման թարս չդնեք, ևս 1 րոպե և հանում ենք, ժողովուրդ ջան հանում ենք սրանք, ճիշտ այս փոփոխություն ես չգիտեմ, նկատում եմ թե չէ, բայց ամեն դեպքում սենց ենք անում ընդհանուր այսպես հիմա ուրա որ աշկի սորոշ դրս չեմ տորում աստված ջան Հիմա սրանով մի հատ սենց թեթև ինք շատ քիչ ենք սրանով օգտագործում, այ պուճուրիկ, այս պուճուրիկ սենց ենք անում և այս հատվածներում ևս մեկ անգամ, այ այսպես իմ սիրելիներ, հիմա վերջնական փուլն է, այս գիշերային կրեմը պետք է գցենք, անցնում ենք առաջ, ենք շատ մոտ չենք օգտագործում էլ և ուշում, նորմալի մեջ, վերջ, այսքան մի բան և էլի այսպես թողնում ենք հիմա ասես թեթև նոր հանգիստ սորումներով տարածում ենք դե ինչ սիրելիներս այսքանը սա էլ սա հիմա վերցնում ենք սա այս թարթիշների բալզամը մի հատ սենց տրորում ենք լավ ենք թարթիչներին ճիշտ եմ թարթիչները երկար են, բայց ամեն դեպքում որպեսզի ավելի սիրուն լինեն և անցած վիդեոյիս մեջ նշել եմ, որ ես չեմ դնում թարթիչներ ոչ հատով, ոչ բլոկով և այլն, ոչ մի ձև գոհ և շնորհակալ եմ իմ թարթիչներից, քանի որ ես այսքան մի բան, բայց ես սրտունքների բալզամը մոռացել եմ, հեսա արագ վերցնեմ և կամ ինչ ժողովուրդ ջան ես վերադարձա իմ վազելինով Ուրեմն սա կլուբնիկայի համով վազելինը, շատ լավ նահոտ է, անկեղծի, շատ սիրեցի նրան, այսպիսի մի բան է սա, ուրեմն, ոյ, հանգիստ, ինչ պոկվել ոգենոքս, Ցոնեմ նոր Վերջ Այսքան մի բան դե ինչ սիրելիներս Այսքանով ուզում եմ ավարտել իմ այսօրվա վիդեոն, մաղթելով ձեզ ամենայն բարիք
ամենայն երջանկություն, հաջողություններ եւ ուզում եմ, որ այս վիդեոից ինչ որ մի բան քաղեք։ Թե ինչ պետք է քաղեք, դա ես չգիտեմ, բայց ամեն դեպքում եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ բոլորիդ, որ դուք ինձ սիրում եք։ Ես տեսնում եմ կոմենտներում, երբ որ ինձ ինչ-որ վատ բան են գրում, թե դուք ոնց եք ինձ պաշտպանում, սիրում եմ ես ձեզ։ Դուք ամենալավն եք, ես սիրում եմ ձեզ բոլորիդ շատ, դուք այդ միշտ իմացեք եւ ուզում եմ այսքանով եւ վերջապես այսքանով ավարտել իմ այսօրվա վիդեոն եւ խնդրում եմ բոլորիդ շատ բարեհրթագրվեք անպայման իմ YouTube ալիքին սեղմեք զանգակի վրա, որպեսզի բաց չթողնենք ոչ մի հետաքրքիր վիդեոներ, վլոգներ, խառը ոչ մի բան բաց չթողնեք եւ անպայման follow եղեք իմ սոցցանցերին, որոնց լինքերը դուք կգտնեք նկարագրությունների բաժնում եւ որ ես ամեն անգամ մոռանում եմ նկարագրությունների բաժնում իմ լինքերը տեղադրել, խնդրում եմ հիշեցեք ինձ դրա մասին, որ ես չմոռանամ։ Ես մի քիչ սկռելոզով եմ, չգիտեմ ինչի, բայց ամեն դեպքում շնորհակալ եմ ձեզ շատ, կտեսնենք շատ շուտով։